այսօր նկատեցիք աչքերուս մեջ փայլ մգա արիել եղբայր դեսար փայլ մգասալ շոմը նկատեցիր Արթուր ինչից կարա լինի Զոկանչ մայրիկն ա եկել Հունաստանից Զոկանչ Սվաճան բարիոտ Եվ նաև Արտյոմը և Դավիթը ատենքից կալո սիրտատ է Ուրախ ենք որ նորից արիթ ասված ճանապարհը բացեց արիթ ունենք իրենց մեր դունը հյուրընկալելու որոշ ժամանակ մեզ հետ պիտի լինեն իրենց հետ հանդիպելու համար պետք է շաքեին մոդենակ appointment վերցնենք որտեղ քիչ հազար բարի գալուս ուրախ ենք որ միասին են և մանավանդ շաքեի ուրախությանը չափ սահման չկա և մաղթում եմ որ բոլոր նրանք ովքեր ինչ ցևով որ միայնակ են զգում և հարազատներ ունեն դրսում կարողանան այս բերկրանքը վայելեն դեռևս Քրիստոսի փառավոր մերելներից հարության, դոնակատարության, այսպես աուրայի մեջ ենք, շրջանակներում ենք, ոլորտի մեջ ենք։ Ցավոք, ոչ թե ցավոք, երևի այդպես եղած է, որ առհասարակ եկեղեցիներում Քրիստոսի հարության մասին պատգամները լսում ենք միայն Զադիգին կամ հարության օրը, կամ ծննդյան մասին միայն դեկտեմբեր 25-ին կամ հուր 6-ին, եւ այդպես կարը սահմանափակվում է։ Բայց իրականությունում նամանավանդ Քրիստոսի մերելներից հարության մասին պատգամ չէ հրճագումը ամեն գիրագի պետք է լինի։ Ուղագի կամ անուղագիորեն, ես կնախնդրեմ ուղագիորեն։ Մեր պատգամները, Bible study-ները, միջոցառումները, երգերը պետք է մեջը ունենան ինչ որ համով բադար Քրիստոսի հարության մասին։ Որ այսօր պիտի տեսնենք առանց Քրիստոսի հարության ամեն ինչ ոչինչ է։ Ոչինչ հեքիաթ եւ ունայնություն է։ Քրիստոս Հիսուսի մասին շատ դոնակատարության առիթներ ունենք։ Անոր ծնունդը կհիշադակենք, կդոնակատարենք, Քրիստոսի գադարած հրաշները, անոր գադարած կամ սորվեցուցած ուսուցմունքը, վարդապետությունները, Քրիստոս մերելներից հարություն առնել տվեց եւ իր զորությունը կտեսնենք, Քրիստոսի դևերի վրա ունեցած զորությանը եւ իշխանությանը դևերը հնազանդվում էին նրան փոթորիկը եւ փնության վրա հանդարտեցնում էր եւ փնության վրա իշխանություն ունենալը հազարավորների գերագրելը ջրի վրայից քայլել հիմա մենք դեք ասում ենք ես ջրի վրային քայլեց գերագրեց եւ անցնում ենք բայց ջրի վրայից քայլել կնշանակի ձգողության օրենքին դեմ գնալ, ինչու որով նա է սահմանել բոլոր բնության եւ ձգողության օրենքները։ Ջուրի վրային քայլելը դուրս ցկվածներին սեր ցուցաբերելը, մերժվածներին ընդունելը, գարոդյալներին աջակցելը, հանցաբարտներին թողություն եւ ողորմություն ցուցաբերողը Եթե կտեսնենք Հիսուսի հաղթանակած մուտքը դեպի Երուսաղեմ, որ ձագազարդը կդոնակատարենք, եթե անոր դարաբանքը խաչի վրա, չարչարանքը, եւ շատ բաներ կարող են դոնակատարել, հիշադակել Քրիստոսի յուրահատկությունների մասին նամանավան խաչի վրա, երբ փիրը գողը խոցեցին, արյուն եւ ջուրը վազեց, Իմիջալուց արյուն եւ ջուրը ծննդաբերության հեղուկն է, ինչպես որ Եվան Ադամի գողից ծնվեց, եկեղեցին ալ Քրիստոսի գողից ծնվեց, ծնունդ տվավ, արյուն եւ ջուրը ծնունդ, դա ուրիշ նույթ է, եւ վերջավորտեն Հիսուս ինչ ասեց, տետելեստե, գադարվեց,
Բայց այս բոլորի քերակույնը եւ մեծակույն դոնագադարությունը, որ ունենք որպես քրիստոնյաներ կամ մարդկություն, այս բոլորին քերազանցողը թադարք քերեզմանադունն է։ Քրիստոսի փառավոր հարությունն է կամ հաղթանակն է մերելներից, որովհետև առանց հարության, առանց փառավոր հարության Քրիստոսի կյանքը բարձրապես ողբերգություն կարող էր համարվել։ Այդ բոլորը շատ լավ են, բայց առանց հարության զուտ այդ բոլորը tragedy, ողբերգություն մներ, պիտի ասենք ինչ լավ մարդ էր, եկավ, արավ, դվավ, զոհեց իր կյանքը, մեռավ, թաղվավ ու քերեզմանի մեջ մնաց, ողբերգություն էր։ Քրիստոսի ծնունդը չէր կարող մեզ փրկել։ Իր գադարած հրաշքները չէին կարող մեզ փրկել։ Իր ուսուցումը, վարդապետությունը, այդ գիտությունը, որ ապշեցնում էր բոլորին, չէին կարող մեզ փրկել։ Նույնիսկ իր մահը խաչի վրա չէր կարող մեզ մեղավորներից փրկել։ Որով Քրիստոսի մահը բարձրապես պիտի համարվեր որպես մեկը, ով նահատակվեց իր հավատամքների համար։ Նահատակը պիտի, մարտիրոսը պիտի լիներ։ Եթե քերեզմանի մեջ մնար Քրիստոս առանց հարություն առնելու, մեղքը պիտի շարունակեր իր զորություն ունենալ մեր վրա, մահը պիտի լիներ այն գործոնը, որ ունենար իր վերջին խոսքը, որ ժողով է լինում, վերջին խոսքը, ով որ ասեց, հեղինակավորը, պատասխանատուն, լիդերը, իր խոսքը կանցնի, բոլորի խոսքերը, որ եթե Հիսուս հարություն առաջիներ, մահը իր վերջին խոսքը պիտի ունենար եւ հույսը։ Հիմա որ մենք մի քիչ հույս ունենք, այդ հույսը միշտ թաղված պիտի լիներ Քրիստոսի հետ քերեզմանում։ Ոչ հույս, ոչ աբակա, ոչ մի բան։ Բայց արդուն գանուղ չլուսցած երրորդ օրը քարը քլորվեց, գերեզմանադունը թադարգվեց եւ մահը բարդվեց, ջախջախվեց, մահը բարդվեց։ Հետևաբար սիրելիներ, հարությունը, Քրիստոսի հարությունը ոչ թե բարձրապես ուրիշ իվենտ մնե, ուրիշ իրադարձություն մնե քրիստոնեական օրացույցում, որ մենք կհիշադակենք եւ ոչ, այլ հարությունը Քրիստոսի նույնպես պիտի կա աստվածային հայդարար հրճագակակիրն է մեր ազատագրման։ Declaration of Independence. This is what resurrection means. Անգախության հրճագակիր է, որ Աստված գահայդարար է աշխարհին, երկնքին, աշխարհին, սատանային, սանտարամեդան, որ մենք alles անգախ ենք։ Անգախության հրճագակիրն է։ Հիմա ինչից Աստված մեզ անգախացրեց։ Շատ ամփոփ պիտենեմ, շատ կարճ, բոլորս գիտենք, որ ամեն մեկ կետը, որ մա պիտի իշադակեմ, պատկան մնե, բայց շատ արագ անցնեմ կարողանամ դեղավորվել եւ 5 կարևոր ոլորտներ, որոնցից Աստված երբ որ Քրիստոսին հարություն առնել տվեց մերելներից, մեզ այս 5 ոլորտներից, իրավիճակներից մեզ անգախացրեց, ազատագրեց։ Առաջինը շատ արագ, մեղքի անգախացում, independence from sin։ Քրիստոսի հարությունը հայդարարությունն է, որ մեղքը այլևս
իշխանություն չունի մեր վրա։ Հիմա նախքան Քրիստոսի հարությունը մենք մեղքի սեփականությունն էինք։ Մեղքը մեզ դիրաբեդում էր։ Մեղքը մեզ սեփականաշնորհել էր։ Մեղքին ձախված էինք նախքան Քրիստոսի հարությունը, բայց հարությունից հետ այլևս ոչ թե մենք մեղքին սեփականությունն ենք, որով Աստված մեզ անգախացրեց, այլ մեղքը հիմա կարող է մեզ միայն փորձել։ Մեղքը կարող է մեզ փորձել, բայց այլևս չի կարող դիրաբեդել, իշխել, որովհետև մենք հիմա ունենք արդակին գերտնական զորություն մեր մեջ Քրիստոսի հարությունից հետ Սուրբ Հոգին մեր մեջ ներբնակվեց եւ այսուհետ այլևս մենք կարող ենք հնարավորությունը ունենք մեղքին ասել ոչ, բայց մինչ այդ չենք կարող ոչ ասել։ Իսկ հիմա կարող ենք ասել հոպ, ստոպ։ Որը Սուրբ Հոգին մեզ գօգնի, կորձոններ կան գերբնական Աստվածային, որ մեզ գօգնեն ասել ոչ։ Ամեսօր անգախացանք մեղքի գերիշխանությունից Հռոմեացիս 6:14-ի մեջ ինչ գսե այլևս մեղքը պիտի չիշխե ծեր վրա։ Այլևս մեղքը պիտի չիշխե, չդիրաբեդե ծեր վրա։ Հիմա այսալ հիշադակենք, որ Քրիստոսի հարությունով մեղքը չանհայտացավ։ No, այլ մեղքը դադարեց, նորից շեշտում եմ սա, մեր վրա գերիշխան լինելուց։ Մենք գիտենք, որ մեղքը միայն կորձողություն չէ, կորձողություն չէ մեղքը, այլ վիճակ մնե։ Քրիստոսի հարությունով ոչ միայն մենք այդ վարքից, այդ կորձողություններից, այդ մեր գադարած մեղքից կավությունը ստացանք, ներումը ստացանք, այլ նաև ավելին Քրիստոսի համար միայն մահը եւ հարությունը նրա համար չէր, որ ինձ ները իմ մեղքերից։ Դա լավ է, ներված ես, քո վարքը, քո արարքները անցյալ ներված են, ոչ միայն դա չէր, այլ ավելին, այլ Քրիստոսի հարությունը մեր փնությունը գվերափոխե։ Այո, անցյալը ներվեց, բայց հիմա կարող է շարունակել նորեն անցյալի մեղքերով, այլ Քրիստոսի հարության զորությունը գօգնի ինձ, որ ես նոր փնությունը ստանամ, գերբանանափոխվիմ, Քրիստոսի քեղեցիկ պատկերին նմանվիմ օրեց օր, որը կոչվի աստվածաբանական տերմինոլոգիայով սրբակորձության ընթացքը։ Ուրեմն ոչ միայն անցյալի մեղք արարքներս ներվեցին, այլ նաև հարությունով նոր փնություն ստանալու հնարավորություն ունեմ։ Երկրորդ, ուրեմն Քրիստոսի արդյոք Աստված հռչակեց, մեղքից ազատագրված եք, հռչակում եմ ձեզ անգախ։ Երկրորդ, մահվան զորությունից մեզ ազատ հռչակեց, անգախ հռչակեց։ Գիտեք, մահը այդ դիկտատորն էր, այդ հայերենով դիկտատոր, այդ դիկտատորն էր, որ իշխում էր ոչ մարդկության վրա։ Բայց Քրիստոսի մերելներից հարություն առնելով, այդ մահվան գերիշխանությունը գոդրեց, այդ գարձրատիպը Աստված Քրիստոսին հարություն առնելով մերելներից, մահից, այդ մեր մահվան գարձրատիպությունը, այդ իշխան գոդրեց։ Եվ այդ հետո է, որ մենք կգարտանք առաջին Կորինթացիս 15:55-ի հետ, Պողոս առաքյալը գրի, այսօր մենք կարող ենք հաստատ հռչակել, գսեմ, ուր է ով մահ,
քո խայթոցդ, ուր է ով քերեզման քո զորությունը։ Վերջ, մահվան խայթոցը, քերեզմանի զորությունը գոդրվեց Քրիստոսի մերելներից հարություն առնելով։ Անոմար հիմա մենք բոլորս այ դերևս գվախնանք մահից, չենք ուզում մեռնել, ես ուզում եմ ապրել։ Հիմա բոլորս պիտի մեռնենք։ Շատեր այսօր ապրում են մեռած վիճակում, ապրում են, բայց հավասար եմ մերելի, կյանքերի մեջ գենթանություն չկա, դա ուրիշ դասագարք է, բայց ես միշտ ասած եմ, ես գիտեմ, որ օրմա պիտի մեռնեմ, օրմա առավոտ պիտի զարթնենք, լուրերի մեջ պիտի լսեք, Facebook-ի վրա պիտի notification մնա, որ Հովհաննես Հալաջյանը մեռավ, եւ պիտի մեռնենք, փախոչի, բայց մինչեւ մեռնիլս ուզում եմ ապրել, ո՞նց շնչել, no, ուզում եմ ապրել, գենսունակ լինել, նպատակասլաց եւ ուրեմն այս բոլորը ուրեմն Քրիստոսի մերելներից հարություն առնել է իդ այս մտածելակերպը, այս սիրտը, այս հոգեվիճակը գալիս է մեր մեջ, որ մինչ կսպասենք մահվան, այ պիտի կա մահը, բայց այդ մահը չի կարողանալու առաջի երթին դադարեցնել իմ ներկա կյանքիս գենսունակությունը երկրորդ ավելին մահիցս ետք շարունակվելու է կյանքը։ Հոսե որ մի քիչ ավելի կարող է բարդ լինել, բայց իրականություն է, եւ այս իրականությունը բարդ իրականությունը շատ բարձ գտարնա, երբ որ գավադան որ Քրիստոս մերելներից հարություն է արել։ Ուրեմն եթե ինք մերելներից հարություն արավ, անոր անոր գավադան որ ինձի գավադա, թե եմ մերնի, պիտի ապրի, որ ուսավ ճիշտը սիր Արթուր ջան Ղազարոսին։ Գիտեմ Արմենը ուշեց, բայց այ թե եմ մերնի, պիտի ապրիս, որովհետև գահավադա, եւ ուսավ գահավադաս ասոր։ Ուրեմն Քրիստոսի հարությամբ մեղքի ազատության հռչակագիր, մահվանից ազատության հռչակագիր, երրորդը սատանայից ազատության, անկախության հռչակագիրը գադարեց Աստված եւ Գողոսացիս 2:15-ի մեջ մենք կտեսնենք դասե նոր գդագարանում եթե գիտեք բادرազմից վերադարձող անհադիմ է հերոսիմը հաղթանակած դրոշակը որ հաղթանակած գմոտնե քաղաք այդ դրոշակը ուզում ես տեսնել Գողոսացիս նամակի 2:15-ն է այս հաղթանակած դրոշը ամենացայդուն ուժեղ համարներից մեկն է Գողոսացիս 2:15 նայեցեք ոնց է նկարագրում Տեր Հիսուս Քրիստոսի հաղթանակը սատանայի վրա Գողոսացիս 2:15-ի մեջ կսե 13-ից ընթերցեմ եւ ցեզ մեզի որ մի ժամանակ հանցանքներու մեջ ու ծեր մարմնի անթլփադության մեջ մեռած էիք գենթանացուց անոր հետ մեր բոլոր հանցանքները ներեց մեզի ու հրամաններով հաստատված բարդամուրհագը որ մեզի հագարակ էր ջնջեց մեջտեղեն վերցուց ու խաչապայտին վրա կամեց եւ իշխանություններն ու բեդությունները մերգացրեց ու հայտնաբես խայդարագեց հաղթելով անոնց Քրիստոսով բոլորս բարդ ունենք ամեն մեկս մենք բարդ ունենք ինչ է մեր բարդը ծննդոցի մեջ կտեսնենք Հռոմեացի 3-ի մեջ կտեսնենք մեղքին վարձքը մահ է ով որ մեղք գործի Ադամ այն օրը որ մեղքը գործեք պիտի մեռնիք ուրեմն մեղքի վարձքը մահ էր ինչու՞ մար այսօր աշխարհում մահ կա ով մեկը չի կարող ուրանալ որ մահ գոյություն չունի չես կարող ասել որ մահ չկա չեմ հավատում Գավառած միջև այդ ժամանակ որ մեռնես, բայց մեռնելուց հետո արդեն դու չես կարա իմանաս, բայց մինչ մեռնեն պիտի տեսնես թաղման արարողությունների ներկա պիտի լինես։ Բոլորս ագանադես եղել են։ Ուրեմն մահը իրականություն է, բայց մահը որտեղից եկավ մեր կյանքում։ Անդեր անիծյալ մահը որտեղ մեղքի պատճառով։
Մեղքի պատճառով մահ եկավ աշխարհ։ Հիմա մեղքին վարձքը մահ է։ Քրիստոսի հարությունով Հայրն Աստված հրճագեց սելով որ ինչպես ասենք ուր է ով մահ քու խայթոցդ այլ ավելի գսե Քրիստոս երբ որ խաչի վրա հաղթանակ տարավ, վերջին շունչը փչեց եւ ասեց գադարվեց, նա նկատի ուներ գադարվեց մեր փրկությունը, գադարվեց սատանայի ջախջախից բարդությունը, գադարվեց մահվան վրա հաղթություն եւ այլն։ Բայց Ծնունդոց 3:15-ի մեջ ինչ կսե Առաջին պրոտոէվանգել առաջին ավետարանը ունենք Ծնունդոց 3:15 անիկը թունգս է երբ որ մեղանչեցին Ադամ եւ Եվան երբ որ Աստված թադաբարդություն գարչագեր բադիժ գարչագեր միջայլոց Ադամին եւ Եվային թադաբարդություն չարչագեց անեց չի հրճագեց միան սատանային անիծեց սա շատ կարեւոր է Ադամին եւ մարդկությանը չանիծեց Աստված սատանային օծին անիծեց Հետո, սա բայց ճունգս է օծ, անոր քարշաբարը պիտի խայթես, բայց անիգա, ասի եկող մեսը քու գլուխդ պիտի ջախջախե գլուխդ։ Խաչի վրա ճիշտ ասի դեղի ունեցավ, սատանան սևով Հիսուսի քարշաբարը խայթեց, մերցուց, բայց Քրիստոս իր մահով ջախջախեց։ Եվ ոսատիկա գտեսնենք Գողոսացիս 2:15-ի մեջ գսե խաչապայդի վրա գսե հրաբարագավ խայդարագեց ու հաղթեց անոր սատանան Քրիստոսով։ Ուրեմն սատանան ջախջախված, բարդված էակ է։ Բայց չի նշանակում, որ ալքոյություն չունի սատանա։ Սատանայի գերիշխանությունից ազատագրեց մեզ Քրիստոս իր հարություն առնելով, ազատագրեց, բայց դեռևս անոր ազդեցությունը մեր կյանքում կարող է լինել եւ գա անուրանալի է։ Պետրոս Արաքյալ գսե, վասնզի սատանան մրնչող արույցի պես գբդդի մեր շուրջը, եկեղեցին շուրջ, մեր շուրջը գբդդի եւ գփնդրե թե ով թույլ է եւ անոր հապ գուլդա։ Ուրեմն Քրիստոսի հարությունը ոչ թե սատանայի էյության կամ գոյությունը դադարեցրեց, այլ անոր ազդեցություն, անոր իշխանությունը ոչնչացրեց, բայց անոր ազդեցությունը դեռևս ամեն օր մեր կյանքերի վրա մենք տեսնում ենք եւ ագանադես ենք լինում։ Չորրորդ Քրիստոսի մերելներից հարությամբ Աստված հրճագեց նաեւ որ մենք ազատված ենք, անկախ ենք օրենքի կապանքից, այսպես ասած։ Գեք օրենքը ինչ էր։ Օրենքը ցույց է տալիս իմ մեղքը, քո մեղքը։ Բայց օրենքը երբեք չէր կարող օգնել ինձ հիմա որ մեղք կործեցի, ինձ ազատագրեր այդ մեղքից։ Օրենքը ասում է դու մեղք կործեցիր, քարգոծվիր, դու մեղք կործեցիր, խաչվիր։ Ուրեմն օրենքը ցույց էր տալիս իմ վիճակը, բայց անկարող էր զիս իմ գտնված վիճակից ինձ ազատագրել։ Քրիստոսի հարությունով այլևս մենք թադաբարդված չենք։ Երբ որ թադաբարդության մասին խոսենք, օրենքի գերագայության մասին ենք խոսում։ Օրենքը թադաբարդում է։ Հռոմեացու մեջ ինչ կսե, իսկ թադաբարդություն չկա բոլոր նրանց համար, ովքեր Քրիստոսի մեջ են, որոնք մարմնավորապես չեն քայլում։ Հիմա Քրիստոսի հարությունով Աստված հրճագակիրը գարթած հայտարարեց, որ այլևս մենք օրենքի թադաբարդության ներքո չենք, այլ շնորհքի ներքո։ Թադաստանը, գիտեք ինչի ցայնն է։ Շատեր
միգուցե ոմանք ներկաներից case ունեցած են ոստիգանի հետ, պոլիսի հետ, եւ թադարան հայտնված ենք։ Երբ որ վճիրը գդրվի, case closed։ Դու թադված ես, ցերպակալ եք եւ այդ սենագից դարեք մի անգամի jail, բանտ կամ prison, ինչ որ է։ Ես նոր հասկացա jail-ի եւ prison-ի տարբերությունը Ամերիկա։ Jail-ը ժամանակավորն է, prison-ը մշտականն է։ Սովորում ենք։ Ուրեմն Թադաստանը case-ը վերջնական sign-ն է։ Էլ վերջ, your case is closed, punt։ Հիմա, Հիսուսի հարությունով, Հիսուսի որ մերենից հարություն արավ, մեզի մոտեցավ, և ինչ արեց, մեր կոծված case-ը նորեն փացավ, he reopened my case, դեսավ ինչ վիճակի մեջ, և ասավ, գիտեմ ես նորեն փացի կեզ, և հիմա դու ազատ կարձակեմ քեզ, ազատված ես, քեզ անգախ կհռչակեմ այն օրենքի անեծքից, այն օրենքի վճիրից, այն օրենքի թադավճիրից, որ օրենքը դվել էր, որ մեղքին բարձ կմահ է պիտի մերնից, ես ուկամ քեզ ասեմ, նո, հարություն արավ, եկավ եւ այդ քիրքերը փացավ, իմ кейսս կդավ, թադաբարդված է մեղքի, այո, բայց ես քեզ հիմա գուկամ արիթմի եւս կուդամ, you are free, I declare you righteous, Քրիստոսի հարությունով գսեմ ենք արդարացանք, ինչից արդարացանք, մեղքի հադուցումից, հավատացողին, ընդունողին, հավատացողին եւ ընդունամ։ Այսօր մեղքի թադավճրից մենք ազատ եւ վերջին սիրելիներ Հիսուսի հարությունով Աստված մեզ անգախ հռչակեց վախի գաբանքից վախ fear վախ Ինայցեք Եբրայեցիս 2:14-15-ի մեջ ինչ կսե Եբրայեցիս 2:14-15-ին ասեք ինչ կսե դա մեր վիճակը կնկարագրե որովհետև զավակները մարմնի ու արյունին հաղորդակցեցան ինքնալանոնց բաժնեկից եղավ որբիսի իր մահովը փչացնե զանիգա, որ մահվան իշխանությունն ուներ, այսինքն սատանան, և ազատ արձակե զանոնք, որ մահվան վախովը միշտ ծառայության ստրուկության մեջ կապրեին, քանզի բնավ եւ ոնքշանում, ուրեմն Քրիստոս մեզ բոլորսալ Եվ որ մահ գլսենք, մերել գլսենք վախմուկա, նույնս չեմ ուզում մերնիլ։ Նույթը պագեք մերելների, նույթը պագեք կերեզմանոցի, չենք ուզում, որ մահը միշտ մեզի ես հերու գվաներ, որ վախմու ունենք։ Եվ ծևով անդեսելով մահը, մեր վախը գուզենք ձացկել, բայց երբեք չենք հաչողվում։ Մահը սարսափելի է։ Բոլորս ալ մահվան վախի մեջով գաբրեին, բայց Քրիստոսի մերելներից հարությամբ Աստված մեզ ազատագրեց մահվան վախից։ Հիմա անոր Քրիստոսի գահավատա, մեկը պիտի մահանա, երկու կիկամ, երկու պիտի մահանան, մեկը Քրիստոսի գահավատա, հավատք ունի ամուր, մույսը ոչ։ Երկու պիտի մահանան։ Ասոր թեմքին նայր, ասոր արդահայտության նայր և մույսին թեմքին նայր ու գադարած արդահայտություններին։ Հիվանդանոցներում շատ ենք հանդիպում այսպես։ Եվ առասարակ ինչու համար մեկը սարսափում է մահից, իսկ մյուսը բացարձակապես, որով այս մեկը
հույս ունի իր հոգու մեջ ներմուծված, որ երբ որ ես մահանամ, մահից հետ կյանք կա։ Իսկ մյուսը չունի այս հույսը, այլ ունի ավելի սարսափ եւ խավար։ Ուրեմն մահվան վախից Քրիստոս մեզ ազատագրեց։ Եվ ճիշտ ասիգա է, այս վեճերս կարծեմ երբ մեր սորվեցուց մեզի փոլ եղբայր վատվերին, որ այ մեր մահբիդը լայվանը, բայց երկնքի մեջ բալատներ կսպասեն մեզ այդ երկը գար։ Ուրեմն երկինք մը կսպասե մեզ, Հիսուս մեզի կսպասե։ Հիմա ասիգարելի երկար խոսար, բայց բարձրապես նշում մանեմ, շատերու համար երկինք թժող, ասպոլը հեքիաթներ են, մարդկային այսպես քաղաքապարներ են, որպեսզի գսեն իշխեն մարդկության վրա, շատ լսած եմ։ Երկինք եւ դժոխք, այս բոլորը հնարքներ են մարդկային, որպեսզի իշխեն մարդկության վրա կամ եւ այլն։ Այսպես ասոներ եւ այս քաղաքապարախոսությանը չադակովները իրենց մահվան անգողնում, երբ արդեն կյանքից հեռանալու էին եւ մահը բադել էր զիրեն, նույն այսպիսի մարդիկ, որոնք քննադատում էին եւ անարգում էին եւ ծաղրում էին երկնքի եւ դժոխքի եւ աստվածաշնչի իրականությունների մասին, իրենք սարսափում էին եւ գանչում էին հոգեվոր առաջնորդներ, որ իրենց վախը փարադեր ամոք էր։ Փազում օրինակներ կան, փազում։ Քրիստոս խաչի վրա մեր բարտկը վճարեց, բայց հարությամբ Աստված հաստատեց այդ վճարումը։ Գիտեք, մենք շատ աջախ ինտերնետով ես Amazon կամ դարբեր ապրանք ենք առնում, այթեմներ ենք օրդեր անում եւ ուզում ենք վճարումներ կատարել դարբեր։ Ընկերությունների մեծ ամասունը երբ որ payment-ը քարտը տրի կամ դվյալները տրի եւ order սխմեցի payment գերտապը մեկ դոլար չէր տար արևդուրը հաստատված չի ամարվիր մինչեւ որ նամակ մը ստանանք որ your payment is confirmed ինչու որով կարող է fake քարտ տրածլաս fake հաշիվ ուր կամ գեցպամալա ուրեմն դիգա գերտա ինչ որ գենտրոնը դերս մեկը գիտե անոնք որոնք զաբանում եւ գստուկվի ստուկվել է որ ասիկա հարազատ է genuine confirmation letter մուկավոր your order has been confirmed հետո որ հանգիստ կրնաս նստիր եւ սպասել որ պիտի կա քո order-ը բադվերը Քրիստոս խաչի վրա արյունը թափեց երբ որ մահացավ մեր բարտկը վճարեց ով ասա վճարում եմ փոխանցումը արեցի Բայց ոնդեմ պետք է confirmation մկար, որ այո, իմ որդուս գադարածը ամփոխչադան համաբադասխանում էր իմ սրդի եւ գամքի եւ ծրակրին։ Հետեւաբար I confirm։ Անոր համար, երբ որ Քրիստոս մերելներից հարություն արավ, չթողեց մեկի իրեն թփնան։ Մի դեպիրս, որից հորսկով չեմելած, պետք է հորը մոտ ելներ, ներգայանար Ցույց տար հորը, արյունը պետք է ուխտի մեջ մտներ, Աստված տեսներ որ ամեն ինչ օքեյ է, յետքը երբ որ եկավ, գրցան իրեն թփնալ։ Պետք է confirm հաստատվեր, ուրեմն Քրիստոս խաչի վրա մեր բարտկը վճարեց, բայց բավարար չէր, պետք է հաստատվեր հարությունը Աստվածային գնիկն էր, որ the payment is confirmed Salvation is reachable եւ հաստատված է եւ acceptable ընդունելի է Wow Եվ ավարտեմ սիրելներ Քերեզմանից քարը քլորվելու նպատակը ոչ թե որ Հիսուսը դուրս կար նո բայց չի գար Արդեն հոն չէր, այլ որբեսի դու և ես մեր մեղքի գերեզմանից, մահվան գերեզմանից,
վախի գերեզմանից, օրենքի գերեզմանից, այդ մենք դուրս քայլենք, ազատագրվենք եւ որ մենք ենք ստրուգը, մենք ենք մեղավորը, մենք ենք որ այնտեղ պետք է լինենք, մենք ենք որ վախի մեջ կապված ենք եւ թադաբարդված ենք, եւ սատանայի ջիրանների մեջ ենք եւ մահվան եւ քարը որ գլորվեց մեզ դուրս արձակեց Դեր Հիսուս Քրիստոս Եսայա 61-ի մեջ ինչ կսեր Հիսուսի քարոզներից առաջին երբ դաջարը մտավ Եսայա 61-1 կսեր Աստուծո հոգին իմ վրաս է որբեսի on քարոզ ու կսեր յետքը վերջին նախատասում կսեր որբեսի գապվածներին ազատություն հրճագեմ եւ փանդարգյալներին բանդի դարբասների բացումը հայտարարեմ Ուրեմն ճիշտ այս էր Քրիստոսի հարությամբ մենք բանդի մեջ էինք, մենք թադաբարդված էինք, մենք ստրուգն էինք Քրիստոսի հարությամբ մենք դուրս եկանք, ուրեմն հայտնություն մեկի մեջ կսեմ իմ մոտս են ցանկի, թժողքի եւ մահվան փանալիները Հիսուս երբ որ թաղեցին, ուր էր այդ երկու օրը իջավ անտունդ Պետրոս Սարակյալ գսե եւ գսե հայտարարեց, ուրիշ տեմը գսե հրճագեց Եվ մեզ այնտեղին դուրս բերեց։ Այնպես որ Քրիստոսի քերեզմանատնից քարի քլորումը նորեն ոչ թե որ Քրիստոս դուրս կառնեն չեր կարողանում բրտել։ No։ Այլ մեզ դուրս աներ ազատագրեր։ Այս է այն ավետարանը, որ քարոզում եւ հրճագում ենք։ Այս է այն ավետարանը, որ պետք է քարոզվի եւ հրճագվի սիրելիներ։ Որևէ մի այլ քարոզ, ավետարան, բատկամ, որը գուրանա այս ճշմարտությունը եւ կաբանք գարաչացնե, վրթովմունք գարաչացնե, ունգընծրողի հոգում այդ ավետարանը աստվածաշնչյան ավետարանը չի կարող լինել։ Որով ճշմարտությունը սիրելիներ ոչ միայն լսում ենք, այլ ճշմարտությունը ներփնակվում է։ Եվ այնինչ որ լցվում է քո սրտում եւ մտքում, ամբողջ քո էությունն է ցևավորում։ Ինչ որ դու գլինես այնպես ինչ որ դու լսում ես։ Ռոմա շատ կարևոր է ճշմարտությունը լսել եւ ճշմարտությունը միայն մեկն է սիրելիներ։ Այս է այն ճշմարտությունը, որ Քրիստոսի ավետարանը մեզ կփոխանցե։ Եվ այս ճշմարտությունն է, որը այս հարության, Քրիստոսի հարության բատկամը հրճագակիր այդ ճշմարտությունն է, որը մեր սիրտը գլեցնե ուրախությունով, խաղաղությամբ, շնորհքով եւ սիրով։ Սերմը, որ խաչի վրա բնորոշվեց եւ հարությամբ հաստատագրվեց։ Ուրեմն որովհետեւ նա հարություն է արել, որովհետեւ քերեզմանը թադարգ է, Աստված վերահրճագում է մեր անկախությունը այս ոլորտներից։ Այսօր կարող ես դու էլ ազատ լինել քո վախից, մեղքից, օրենքից, թադաստանից եւ այն դխուր վիճակը, որի մեջ հայտնվել ես։ Քրիստոս կսե կատարվեց։ Հաստատված է, հարություն է մարել եւ նորից պիտի կամ։ Քրիստոս նորից պիտի կա։ Առաջին անգամ եկավ փաստարկները կան, այո, նորեն պիտի կա նույն Քրիստոսը, որ առաջինը, բայց այս անգամ ոչ թե խաչվելու, ոչ թե մեղք կրելու, այլ մեղքը թադելու եւ թադաստանալու։ Այս բադուհանն է մեզի ցկված, ինձ եւ քեզ, ընդունելու Քրիստոսը, որպես մեր փառավորյալ Դեր եւ Փրկիչ, որուն գվայել է փառք, անցյալ, ներկա եւ ողջ հավիտենական տարերում։ Ամեն։